Վրաստան, Թուրքիա, Իրան, Ադրբեջան, ինչ են անում Հայաստանի հարևանները, ինչ է կատարվում այդ երկրներում։ Թբիլիսիի առաջին ժամանակակից երկաթուղային կոնտեյներային եւ բեռնափոխադրման տերմինալը պաշտոնապես բացվել է։ Կառույցը Վրաստանի երկաթուղային գործակալությունից ստացել է ինչպես մաքսային գոտու թույլտվություն, այնպես էլ երկաթուղային կառուցվածքի առաջին շահագործման եւ անվտանգության վկայականները։ Ըստ Վրաստանի էկոնոմիկայի նախարարության նավահանգիստը ռազմավարական դիրք ունի, որպես Վրաստանի գլխավոր ծովային նավահանգիստների Փոթիի եւ Բաթումիի, իսկ ապագայում Անագլիայի անբաժանելի մաս եւ կարևոր դեր կխաղա Կովկասի եւ Կենտրոնական Ասիայի տարածաշրջանի առևտրային հոսքերում։ Ամբողջ աշխարհում, ինչպես նաև միջին միջանցքին մասնակցող երկրներում, նավահանգստային, տերմինալային եւ երկաթուղային ենթակառուցվածքները զարգանում են պահանջարկի եւ բեռների հոսքի աճի շնորհիվ։ Սա հատկապես վերաբերում է կոնտեյներային բեռներին, որպես փոխադրման ժամանակակից չափանիշ։ Հաստատությունը նախատեսված է մեծածավալ եւ արդյունավետ լոգիստիկ գործողությունների համար։ Չոր նավահանգիստը կառուցվում է 3 փուլով, 286,000 քառակուսի մետր մակերեսի վրա։ Առաջին փուլն ավարտվել է եւ նավահանգիստը սկսել է գործել։ Դրա իրագործման համար արդեն ներդրվել է $21 միլիոն։ Նախատեսվում է, որ Թբիլիսիի չոր նավահանգիստը, բացի վրացական նավահանգիստները սպասարկելուց, կծառայի նաև որպես կոնտեյներային հանգույց եւ պահեստ միջազգային նավագնացության գծերի համար, կոնտեյներների մշակման եւ տեղափոխման գործողությունները բարելավելու համար։ Այն կարևոր կետ է Չինաստանից եւ Հեռավոր Արևելքից միջին միջանցքով տեղափոխվող կոնտեյներների համար։ Ըստ վրացական կողմի, նավահանգստի ռազմավարական դիրքը հնարավորություն է տալիս անմիջականորեն մուտք գործել գլխավոր մայրուղիներ եւ ազգային երկաթուղային ցանցեր։ Այն գտնվում է Հայաստանից եւ Ադրբեջանից 70 կիլոմետր հեռավորության վրա։ Նախագիծը Աբու Դաբիի նավահանգիստների խմբի, նորվեգական Wilhelmsen Port Service-ի եւ տեղական Inveco ընկերության միջև համագործակցության արդյունքն է։ Արդյունավետ հանդիպում ունեցա Արաբական Միացյալ Էմիրությունների պետական նախարար Ահմեդ բին Ալի Ալ Սայեգի հետ։ Այս մասին X-ի սոցիալական ցանցում գրել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն։ Ինչպես նշել է Վրաստանի կառավարության ղեկավարը, Վրաստանը ավելի ու ավելի մեծ ռազմավարական նշանակություն է ձեռք բերում արևելք-արևմուտք միջին միջանցքի համար։ Մեր երկրների միջև գործընկերության ընդլայնումը մեր օրակարգի հիմնական առաջնահերթություններից մեկն է։ Հանդիպման ընթացքում շնորհակալություն հայտնեցի պետական նախարարին Արաբական Միացյալ Էմիրությունների կողմից վրացական մասնավոր հատվածի նկատմամբ ցուցաբերած հետաքրքրության, նաև չոր նավահանգստի նախագծում կատարված ներդրումների համար։ Կոբախիձեն նաև նկատել է, որ Վրաստանն ավելի ու ավելի մեծ ռազմավարական նշանակություն է ձեռք բերում արևելք-արևմուտք միջանցքի համար, հետևաբար այս նախագիծը կենսական նշանակություն ունի Վրաստանի տրանսպորտային ուղիների մրցունակության ամրապնդման եւ տարածաշրջանում ու դրանից դուրս տնտեսական աճի ապահովման համար։ Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հանդիպել է Արժույթի միջազգային հիմնադրամի առաքելության ղեկավար Ալեխանդրո Հայդենբերգի, հիմնադրամի գործադիր տնօրեն Ջերոեն Կլիկի եւ Վրաստանում հիմնադրամի մշտական ներկայացուցիչ Էնդրի Ջուելի հետ։ Հանդիպման ընթացքում քննարկվել են Վրաստանի տնտեսական աճի դինամիկան, մակրոտնտեսական կայունությունը եւ ԱՄՀ-ի կարևոր դերը կառուցվածքային բարեփոխումների իրականացման գործում։ Կոբախիձեն ուշադրություն է դարձրել պետական ձեռնարկությունների կառավարման բարեփոխմանը, որը ԱՄՀ-ի կարևոր առաջարկություններից մեկն է եւ նշել է, որ գործընթացն ակտիվորեն ընթանում է պետական ձեռնարկությունների արդյունավետությունը մեծացնելու համար։ Քննարկման ընթացքում անդրադարձ է եղել երկրի առաջընթացին շուկայի դիվերսիֆիկացման, տարածաշրջանային առևտրային կապերի բարելավման, կապիտալի շուկայի զարգացման եւ էներգետիկ անվտանգության ամրապնդման գործում։ Վարչապետը նշել է, որ Վրաստանը գնահատում է ԱՄՀ-ի հետ սերտ գործակցությունը եւ հիմնադրամի կանխատեսումները, որոնք համապատասխանում են Վրաստանի կառավարության կանխատեսումներին։ Առաքելության ղեկավարը եւ Արժույթի միջազգային հիմնադրամի գործադիր տնօրենը, որոնք Վրաստանում են գտնվում ԱՄՀ-ի 4-րդ հոդվածի խորհրդակցական առաքելության շրջանակում, հայտնել են իրենց պատրաստակամությունը սերտորեն գործակցել Վրաստանի կառավարության հետ։ Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիո Կոշտան հեռախոսազրույց է ունեցել Վրաստանի նախկին նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի հետ, ինչի մասին տեղեկացրել է X-ի իր էջում։ Քննարկեցինք Վրաստանում առկա քաղաքական իրավիճակը, այդ թվում հոկտեմբերին նախատեսված տեղական ինքնակառավարման ընտրությունները։ Վրաստանի ապագան վրացիների ձեռքում է։ Եվրոպական ուղիով Վրաստանի հետագա առաջընթացը կարող է հիմնվել միայն եվրոպական արժեքների վրա։
Ռուսական Գազպրոմ ընկերությունը կասեցրել է Թուրքիայում գազային հանգույցի նախագիծը, որը պետք է լիներ դեպի եվրոպական շուկա վերադառնալու ճանապարհ, հաղորդում է Bloomberg-ը։ Թուրքիան արտասահման հզորություններ չունի, իսկ Եվրամիությունը նախատեսում է ամբողջությամբ արգելել Ռուսաստանից գազի մատակարարումը։ Գազպրոմն աննկատելիորեն հետաձգել է Թուրքիայում նոր գազաբաշխիչ հանգույցի կառուցման ծրագրերը, որը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հրապարակավ գովաբանել է, այդպիսով փակելով Ուկրաինայի պատերազմի սկսվելուց հետո եվրոպական շուկաներում կորցրած դիրքերը վերականգնելու պոտենցիալ հնարավորությունը, հաղորդում է Bloomberg-ը։ Արդյունքում Գազպրոմը կորցնում է Եվրոպային գազ մատակարարումների առնվազն մի մասը վերականգնելու կարողությունը, որը նախկինում ամսական մոտ $8 միլիարդ եկամուտ էր ապահովում։ Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հական Ֆիդանը հեռախոսազրույց է ունեցել Միացյալ Նահանգների պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հետ, քննարկել ռուս-ուկրաինական պատերազմին վերջ դնելու վերջին դիվանագիտական ջանքերը, նաև Գազայում եւ Սիրիայում տեղի ունեցող զարգացումները։ Դիվանագետները մտքեր են փոխանակել Ստամբուլում կայացած Ուկրաինա-Ռուսաստան խաղաղության բանակցությունների երկրորդ փուլի արդյունքների վերաբերյալ։ Ֆիդանն իր ամերիկացի գործընկերոջը տեղեկացրել է գրանցված առաջընթացի, այդ թվում հրադադարի առաջարկների ներկայացման եւ տեխնիկական մակարդակի բանակցությունների շարունակման ծրագրերի մասին։ Զրույցի ընթացքում անդրադարձ է եղել նաև Գազայում Իսրայելի ռազմական արշավի ֆոնին տիրող մարդասիրական իրավիճակին, նաև Սիրիայում վերջին զարգացումների ավելի լայն տարածաշրջանային հետևանքներին։ ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիան, որը ձգտում է պահպանել հարաբերությունները եւ Կիևի եւ Մոսկվայի հետ, դարձել է գլխավոր միջնորդ ավելի քան 3 տարի տևած պատերազմին վերջ դնելու համար համաձայնագրի հասնելու գործում, որը նախաձեռնել է Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը։ Անցած շաբաթ Թուրքիայի արտգործնախարար Ֆիդանը Մոսկվայում հանդիպումներ է ունեցել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի, իսկ Կիևում Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու հետ։ Հայաստանի դեսպան Գրիգոր Հակոբյանը հանդիպել է Իրանի Իսլամական Հանրապետության նախագահի տեղակալ, ծրագրավորման եւ բյուջետային կազմակերպության ղեկավար եւ Հայաստան-Իրան միջկառավարական համատեղ հանձնաժողովի համանախագահ Սեյեդ Համիդ Փուրմոհամադիի հետ։ Կողմերն անդրադարձել են Հայաստան-Իրան բազմաոլորտ համագործակցության մի շարք ուղղություններին, մասնավորապես ենթակառուցվածքային, հաղորդակցային, էներգետիկ եւ այլ ոլորտային ծրագրերի։ Դեսպան Հակոբյանն ու փոխնախագահ Փուրմոհամադին քննարկել է նաեւ առաջիկա համատեղ միջոցառումների իրականացումը ԻՇԱՀ 2 բարեկամ պետությունների։ Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքյանը հայտարարել է, որ Թեհրանը չի զիջի Միացյալ Նահանգների ճնշմանը միջուկային ծրագրի հարցում։ Մենք ոչ մի կերպ չենք զիջի մեր գիտական, փորձագիտական եւ միջուկային իրավունքները։ Նրանք միայն կարող են երազել նման բանի մասին։ Նրանք կարծում են, որ կարող են զրկել մուսուլմաններին եւ իսլամական երկրներին իրենց գիտելիքների, գիտության եւ ստեղծագործականության անվիճելի իրավունքներից, սպառնալով նրանց։ Միացյալ Նահանգների առաջարկը նոր միջուկային համաձայնագրի վերաբերյալ Իրանին է ներկայացրել Օմանի արտգործնախարար Սեյիդ Բադր Ալբու Սաիդին, որը կարճատև Թեհրանում էր եւ միջնորդում էր Թեհրանի եւ Վաշինգտոնի միջև բանակցությունները։ Իրանի արտգործնախարար Աբաս Արաղչիի եւ Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի Մերձավոր Արևելքի դեսպան Սթիվ Ուիթքոֆի միջև բանակցությունների 5 փուլից հետո դեռ մի շարք խոչընդոտներ պահպանվում են։ Դրանց թվում են ուրանի հարստացման խնդիրը, արդեն իսկ հարստացված ուրանի պաշարների խնդիրը եւ այլն։ Թեհրանը հայտարարում է, որ ցանկանում է տիրապետել միջուկային տեխնոլոգիաներին խաղաղ նպատակներով եւ վաղուց հերքում է արևմտյան տերությունների մեղադրանքները միջուկային զենք ստեղծելու ծրագրերի վերաբերյալ։ Ուրանի հարստացումից հրաժարվելու դեպքում Իրանի միջուկային արդյունաբերությունը կդարձնենք անօգուտ։ Իսլամական Հանրապետությունն այլ երկրներից կախվածության մեջ կհայտնվի, հայտարարել է Իրանի գերագույն հոգևոր առաջնորդ Ալի Խամենեին։ Դա նույնն է, երբ նավթ ունես, բայց չես կարողանում վերամշակել այն քո տարածքում, երբ ունես նավթ, բայց ստիպված ես բենզին գնել ուրիշներից։ Ըստ Axios պորտալի Իրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցությունների 6-րդ փուլը Միացյալ Նահանգների նախագահի հատուկ բանագնաց Սթիվեն Ուիթքոֆի եւ Իրանի արտաքին գործերի նախարար Աբաս Արաղչիի մասնակցությամբ կարող է տեղի ունենալ առաջիկա շաբաթվա վերջին Մերձավոր Արևելքի երկրներից մեկում։ Axios-ի հաղորդմամբ Վաշինգտոնի կողմից մայիսի 30-ին Թեհրանին ներկայացված առաջարկները նախատեսում են ուրանի 3% հարստացման հնարավորություն։ Միացյալ Նահանգների ծրագրի համաձայն Իրանը ստիպված կլինի ապամոնտաժել ուրանի հարստացման հիմնական ենթակառուցվածքները, դադարեցնել գազային ցենտրիֆուգների մշակումը եւ պարտավորվել չկառուցել միջուկային նյութի հարստացման նոր օբյեկտներ։ Իրանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Էսմայիլ Բաղայեի խոսքով ամերիկյան կողմը դեռևս երաշխիքներ չի տվել Իրանին Թեհրանի միջուկային ծրագրի վերաբերյալ առաջարկվող գործարքի շրջանակներում հակաիրանական պատժամիջոցների չեղարկման վերաբերյալ եւ ներկայացված առաջարկի պատասխանը կմշակվի հաշվի առնելով երկրի ազգային շահը։
Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին այցելել է Լիբանան, հանդիպել երկրի նախագահ Ջոզեֆ Աունի եւ արտաքին գործերի նախարար Յուսեֆ Ռաջիի հետ։ Բեյրութ ժամանելուց հետո իր առաջին ելույթում Արաղչին նշել է, որ Իրանն աջակցում է Լիբանանի անկախությանը եւ տարածքային ամբողջականությանը։ Ոչ մի երկիր իրավունք չունի միջամտել Լիբանանի ներքին գործերին։ Իրանը կաջակցի Լիբանանին սիոնիստական ռեժիմի օկուպացիայի դեմ։ Իրանը աջակցում է Լիբանանում իր ընկերներին եւ ոչ մի մտադրություն չունի միջամտել Լիբանանի գործերին։ Լիբանանյան լրատվամիջոցների փոխանցմամբ Աբբաս Արաղչիի հետ հանդիպման ժամանակ նախագահ Ջոզեֆ Աունը նշել է, որ Լիբանանն ակնկալում է ամրապնդել հարաբերություններն Իրանի հետ։ Լիբանանի նախագահ Աունը նշել է, որ իր երկրի դեմ Իսրայելի պատերազմի ավերածությունների վերականգնումն առաջնահերթություններից մեկն է, որի համար իրենք աշխատում են կառավարության հետ, եղբայրական եւ բարեկամ երկրների հետ գործակցելով։ Ավելի վաղ Իրանի արտգործնախարարն այցելել էր Կահիրե, բանակցություններ վարելու Եգիպտոսի իշխանությունների, այդ թվում Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթահ ալ-Սիսիի հետ։ Տեղի է ունեցել Հայաստանի եւ Ադրբեջանի անհայտ կորածների հարցերով զբաղվող հանձնաժողովների ներկայացուցիչների հանդիպում։ Այս մասին հայտնում են Հայաստանի ազգային անվտանգության ծառայությունից, մանրամասնելով, որ քննարկման ընթացքում կողմերն անդրադարձել են հակամարտության ընթացքում անհայտ կորած անձանց ճակատագրի պարզաբանմանն առնչվող հումանիտար հարցերին։ Հանդիպման շրջանակում դիտարկվել են տեղեկատվության փոխանակման, ինչպես նաեւ որոնողական աշխատանքների կազմակերպման եւ համակարգման հնարավորությունները։ Կողմերը շեշտել են հումանիտար ոլորտում շարունակական երկխոսության կարեւորությունը եւ վերահաստատել իրենց պատրաստակամությունը շարունակելու շփումները իշահ անհայտ կորած անձանց ընտանիքների։ Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն բարձր է գնահատել Ադրբեջանի դերը Իսրայելի եւ Թուրքիայի միջև երկխոսության խթանման հարցում։ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին անկախության տոնի առիթով ուղղված շնորհավորական նամակում Նեթանյահուն ընդգծել է, որ երկու երկրների միջև հարաբերությունները խորը պատմական արմատներ ունեն։ Իսրայելի եւ Ադրբեջանի միջև կապը խորապես արմատավորված է պատմության մեջ, ամրապնդված մեր ընդհանուր արժեքներով եւ մեր ազգերի միջև երկարատև բարեկամությամբ։ Տարիների ընթացքում մենք զարգացրել ենք գործընկերություն, որը կառուցված է փոխադարձ վստահության, բարի կամքի եւ մեր կառավարությունների եւ ժողովուրդների միջև անկեղծ հարգանքի վրա։ Նեթանյահուն նաև խորապես գնահատել է Ադրբեջանի անսասան աջակցությունն իր հրեական համայնքին եւ մշակույթին, նաև Իսրայելին ցուցաբերած համերաշխությունը Համասի կողմից հոկտեմբերի 7-ին կատարած հարձակումից հետո։ Ձեր երկիրը ցույց է տվել կարեկցանքի եւ բարեկամության ուշագրավ օրինակ, որը չի մոռացվի։ Ես նաեւ ցանկանում եմ իմ երախտագիտությունը հայտնել Ադրբեջանի դերի համար Իսրայելի եւ Թուրքիայի միջև երկխոսության խթանման գործում, որը նպաստում է տարածաշրջանային գործակցության խթանմանը։ Նեթանյահուն Ալիևին վստահեցրել է, որ նրա կառավարության ներքո Ադրբեջանը դարձել է կայունության ուժի հենասյուն, բարգավաճման փարոս եւ տարածաշրջանում հաջող տնտեսական զարգացման մոդել։ Նեթանյահուն ափսոսանք է հայտնել, որ իր խոսքով անկանխատեսելի հանգամանքները ստիպեցին փոխել իր գրաֆիկը եւ հետաձգել իր այցը Ադրբեջան։ Այդուհանդերձ Նեթանյահուն հույս է հայտնել, որ իր եւ Ալիևի հանդիպումը կկայանա, լինի դա Իսրայելում թե Ադրբեջանում, որպեսզի կարողանան շարունակել քննարկել իրենց ընդհանուր շահերն ու ձգտումները։ Ադրբեջանի Աբշերոնի շրջանի Մուհամադի գյուղի վարչական տարածքում գտնվող լճերից մեկում գրանցվել է ձկների զանգվածային անկում։ Համապատասխան տեսանյութը տարածվել է սոցիալական ցանցերում։ Ականատեսները հայտնել են, որ այս երևույթը նկատվում է արդեն մի քանի օր։ Լիճը, որտեղ ձկները զանգվածաբար սատկում են, գտնվում է Օմար Աչիլիկի հանգստի գոտու կողքին։ Տեղացիները վստահեցրել են, որ նմանատիպ դեպքեր նախկինում նույնպես տեղի են ունեցել։ Սոցցանցերի օգտատերերը պնդում են, որ սատկած ձկները ցածր գնով վաճառքի են հանվում շուկաներում։ Տեղեկություններ են հայտնվել, որ լիճը պատկանում է բարձրաստիճան պաշտոնյաներից մեկին, սակայն նրա անունը չի հրապարակվում։ Մասնագետները նշել են, որ տարվա այս եղանակին ափամերձ, հատկապես մակերեսային տարածքներում ջրի ջերմաստիճանը կտրուկ բարձրանում է, ինչի հետևանքով թթվածնի մակարդակը նվազում է։ Սա էապես ազդում է ձկների բնական միջավայրի վրա։ Լճից, որտեղ ձկների զանգվածային անկում է գրանցվել, նմուշներ են վերցվել եւ ուղարկվել գյուղատնտեսական ծառայությունների գործակալության լաբորատորիա, փորձագիտական եւ հավաստագրման կենտրոն, գյուղատնտեսության նախարարության անասնաբուժական հետազոտությունների ինստիտուտ եւ Ադրբեջանի սննդի անվտանգության ինստիտուտ։ Վերլուծության ավարտից հետո արդյունքները կներկայացվեն հանրությանը։ Մարոտ Հարվերդյան, հարևաններ։